Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրյանուշ Պապյանն եմ։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է սաստկացնել միգրացիոն քաղաքականությունը, իսկ արդեն հունիսի 30-ից Ռուսաստան մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններին։ Ինչ պետք է իմանան մեր այն քաղաքացիները, որոնք պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, այդ մասին կզրուցենք հայկական Կարիտաս կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Տիկին Բեժանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Տիկին Բեժանյան, այս օրերին մենք տարբեր, այսպես ասած, հազանգեր ենք ստանում մեր քաղաքացիներից, որոնք առաջիկայում պիտի մեկնեն Ռուսաստանի Դաշնություն, իհարկե հունիսի 30-ից է այն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու, բայց արդեն իսկ կան մտահոգություններ, ինչ պիտի իմանան, ինչ քաղաքականություն, հերթականությունը ինչպես պիտի դասավորվի, անհրաժեշտության դեպքում, եթե խիստ անհրաժեշտ է մեկնելը, գոնե 4 ժամ առաջ պետք է տեղեկացնել, խնդրեմ մանրամասն ներկայացնեք, թե ինչ է սպասվում մեր քաղաքացիներին բոլոր նրանց, որոնք պատրաստվում են մեկնել Ռուսաստանի Դաշնություն հունիսի 30-ից սկսած։ Շնորհակալություն, այո, համակարգը ներդրվել է 2 этаպով։ Սա պիլոտային նախագիծ է, որը ինչպես Ռուսաստանի Դաշնության գործընկերներն են ասում, ուրեմն 24 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 26 թվականի հունիսի 30-ը 2 этаպով ներդնում են, որը հիմք է դառնալու հետագայում միգրանտի պրոֆիլի ձևավորմանը։ Առաջին этаպը 24 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ի հունիսի 30-ը, երբ որ Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի օդանավակայաններում, Ժուկովսկի օդանավակայանում եւ Օրենբուրգի ցամաքային ճանապարհին, ցամաքային սահմանակետին օտարերկրացիների մուտքի պահին վերցնում են կենսաչափական տվյալներ։ Իսկ արդեն հունիսի 30-ից սկսած Ռուսաստանի Դաշնության բոլոր օդային եւ ցամաքային սահմանակետերում կվերցնեն կենսաչափական տվյալներ եւ միևնույն ժամանակ ուժի մեջ կմտնի էլեկտրոնային տարբերակով ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար էլեկտրոնային տարբերակով 72 ժամ առաջ տեղեկացնելը դեպի Ռուսաստանի Դաշնություն իրենց մուտքի վերաբերյալ։ Ենթադրվում է, այսինքն ոչ թե ենթադրում է, այլ ինչպես ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինները, կստեղծվի հեռախոսային բջջային հավելված, որը RU-ID կկոչվի, եւ այդ RU-ID-ի միջոցով օտարերկրացին կներբեռնի իր տվյալները բջջային հավելված, որը Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչության կողմից կուսումնասիրվի, այնուհետև օտարերկրացին կստանա կոդ, որը ներկայացնելու դեպքում սահմանապահը նրան թույլ կտա մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, առանց կոդի օտարերկրացին ուղղակի չի կարող մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Եվ ինչպես նշեցի, դա վերաբերվելու է ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիներին, այդ թվում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բայց հատկապես որ կատեգորիայի միգրանտներին կվերաբերվի, արդյոք դա նաև տուրիստներին կվերաբերվի, երկարաժամկետ, աշխատելու նպատակով մեկնող, հյուր մեկնող, կրթության մեկնող, այսինքն այս պարզաբանումները դեռևս չունենք։ Եվ բջջային հավելվածն էլ դեռ պատրաստ չի, առայժմ միայն խոսվում է, որ այնինչ կստեղծվի, դա մոտավորապես կլինի գոսուսլուգի կայքի անալոգը օտարերկրացիների համար։ Հույս կա, որ մինչև հունիսի 1-ը այդ հավելվածը պատրաստ կլինի եւ առնվազն գոնե քայլերի մասին կտեղեկացնեն պատկան մարմինները, որի մասին էլ մենք հույս ունեմ կկարողանանք ժամանակին տեղեկացնել մեր քաղաքացիներին, որոնք պատրաստվում են հունիսի 30-ից հետո մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Դուք ճիշտ նշեցիք, որ արտակարգ իրավիճակների դեպքում առնվազն 4 ժամ առաջ պետք է տեղյակ պահել, առայժմ դեռ հայտնի չի նաև թե որն է այդ արտակարգ իրավիճակը։ Սպաղ, պատահար, հրազատի կորուստ եւ այլն եւ այլն։ Ենթադրվում է, բայց ես հույս ունեմ, որ իրենք հատկապես ավելի հստակ կնշեն ինչի մասին է խոսքը, որպեսզի մենք նույնպես մարդկանց կարողանանք հստակ տեղեկացնել, թե որ դեպքում իրենք կարող են առնվազն 4 ժամ առաջ տեղեկացնել, իսկ որ դեպքում պետք է 72 ժամ առաջ տեղեկացնել։ Տիկին Բեժանյան, ըստ էության նախաձեռնել են մի գործընթաց, որի դետալների մեջ չեն խորացել, թե պարզապես դեռ ժամանակը չէ այն հանրայնացնելու։
Այսինքն գործընթացը process-ի մեջ է, անշուշտ իհարկե գործընթացը process-ի մեջ է, առայժմ որևէ կարծիք այդ մասին հայտնել չեմ կարող, բայց որքան ես հասկանում եմ, սա միայն Ռուսաստանի Դաշնության ծրագիրը չի, ես որքան հասկանում եմ, ամբողջ աշխարհը փորձում է գնալ օտարերկրացիների մուտքի այս վերահսկողությանը եւ առաջիկայում թե ես կարծում եմ, որ մյուս երկրները եւս անցնելու են սրան, որովհետեւ սա անօրինական իրենք համարում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի կարևորագույն գործիքներից մեկը։ Ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը մի քիչ ավելի շուտ է սկսել այս գործիքը պատրաստել, գործարկել, ինչքանով արդյունավետ կաշխատի, նույնիսկ հիմա դժվար է անգամ կանխագուշակել, կանխատեսել եւ ցավոք սրտի հաշվի առնելով Գոսուսլուգի բարբերական խափանումները ես անկեղծորեն մտավախություն ունեմ, որ այս կայքներ թերևս կարող է նման հավելվածը կարող է նման խնդիրներ ունենալ եւ դա կբերի բարդությունների, բայց քանի չի գործարկվել, չեն կարող ասել խնդիրների մասին, առայժմ իրազեկում ենք, որ ծրագիրը արդեն հաստատված է եւ ուժի մեջ է մտնելու հունիսի 30-ից։ Տիկին Բեժանյան, ըստ էության արդեն ցամաքային ճանապարհով անցնողների համար կան լրացուցիչ, այսպես խնդիրներ, որոնց մասին ահազանգում են քաղաքացիները, որովհետեւ սահմանապահը կարող է օրինակ առանց պատճառի, այսպես իր կմահաճույքով քեզ թույլ չտալ հատել սահմանը։ Մենք դիտարկում ենք առանց պատճառի, բայց սահմանապահները նշում են, որ իրենք ունեն պատճառ։ Այսինքն իրենք հենց այնպես չեն մերժում, իրենք առնվազն ունեն համոզմունք, որ տվյալ անձը կարող է հանդիսանալ սպառնալիք Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը եւ դրա համար իրենք թույլ չեն տալիս անձի մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Որոշ դեպքերում նրանք այդ համոզմունքը այսպես ասած ապացուցված են համարում, երբ որ օրինակ միգրանտի հեռախոսը նայում են եւ տեսնում են, որ ինքը ինչ որ էքստրեմիստական կայքերի սիրահար է կամ հավանել է այդ կայքերը, չգիտեմ, եւ կարծում են, որ նրա մուտքը պետք է թույլ չտալ Ռուսաստանի Դաշնություն կամ ինքը ունի չգիտեմ հատուկ համակրանք օրինակ Ուկրաինայի նկատմամբ, այսինքն իրենք ունեն այդ իրենց համար ներքին որոշակի չափորոշիչները, ինչի համար իրենք թույլ չեն տալիս եւ այն հոդվածը, որով իրենք թույլ չեն տալիս, այսինքն սպառնալիք Ռուսաստանի Դաշնության անվտանգությանը, այդ հոդվածը դրվում է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից եւ ցավոք հնարավոր չի բողոքարկել, այսինքն իրենք դնում են անժամկետ եւ եթե այս հոդվածով մարդուն թույլ չտվեցին, էլ չեն կարող բողոքարկել եւ անձը չի կարող մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Շատ են այդպիսի դեպքերը արդեն, իսկ շատ չեն, մեկ տասնյակ մի քիչ ավել մեր պարագայում, շատ են անշուշտ Միջին Ասիացի իմ գործընկերների հայտնաբերած դեպքերը, օրինակ, եթե չեմ սխալվում, Տաջիկստանի քաղաքացիների համար դա արդեն 16000, մոտ 17000, այսինքն ավելի շատ է, քան մյուս բոլոր երկրների քաղաքացիների համար։ Տիկին Բեժանյան, ըստ էության այս Crocus Hall-ի հետ տեղ ունեցած միջադեպից այդ հայտնի դեպքից հետո Ռուսաստանը որոշեց գնալ այսպիսի խստացումների, կտրուկ խստացումների։ Ռուսաստանի Դաշնությունը խստացումների գնում է բավականին վաղուց, անկեղծ ասած, այդ 15 թվականից մենք ունենք, երբ որ օրինակ խստացվեցին գտնվելու ռեժիմի հետ կապված օրենքի կետերը եւ բայց դրանք լինում էին բավականին դանդաղ ընթացքով, այսինքն կարող էր մի քանի տարվա ընթացքում մեկ օրենքի կամ օրենքի մի քանի կետերի խստացումներ 19 թվականից քննարկվում էր այն փաթեթը, որը հիմա շատ արագ ընդունվում եւ ուժի մեջ է մտնում եւ ուղղակի COVID-ի հատվածը մի փոքր խանգարեց, որ ավելի շուտ դրանք մտնեն, իսկ արդեն ռուս-ուկրաինական պատերազմից առավել եւս Կրոկուսի դեպքերից հետո շատ ավելի արագ սկսեցին այդ փոփոխությունները, որ նախապես նախաձեռնել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը, մտնել ուժի մեջ եւ կիրառվել եւ 25 թիվը օրենքների այս փոփոխությունների տեսանկյունից երևի ամենահագեցածն է, որովհետև այդ փոփոխությունները դեռ չեն ավարտվել եւ առաջիկա մինչեւ տարեվերջ էլի նոր խստացումներ, նոր փոփոխություններ են սպասվում։ Գիտենք արդեն ապրիլի 1-ից որ ռուսաց լեզվի իմացության համար միգրանտ երեխաների թեստավորման նոր կարգ է գործարկվելու, ինչը ենթադրում է, որ դպրոց ընդունվելու համար տրվող հարցերի ճիշտ պատասխանների 90%-ը փաստորեն պետք է իմանան երեխաները, այս մասին Վոլոդինն է հայտարարել,
ըստ էության սա լրջագույն խնդիր է առաջացնում։ Ռուսաստանի Դաշնության Դումայի աշխատանքներին, եթե մի փոքր հետևեիք, կտեսնեիք, որ այնտեղ քննարկումը տարվում էր այն ուղղությամբ, որ բավականին շատ են Ռուսաստանի Դաշնության դպրոցներում օտարերկրացի երեխաները, որոնք չեն տիրապետում ռուսաց լեզվին, ինչը խոչընդոտ է հանդիսանում կրթության որակի բարձրացմանը եւ կրթությունը չեն կարողանում պատշաճ մակարդակով տանել, քանի որ երեխաների դասասենյակում նստած երեխաների մի հատվածը պարզապես լեզվին չի տիրապետում, չի հասկանում եւ անհնար է տվյալ կրթական մակարդակը պահպանել, ստիպված պետք է վերադառնալ սովորեցնել նախ լեզուն, հետո նոր թեման, առարկան։ Եվ դրա համար իրենք պնդում էին, որ եթե դուք նկատել եք, եթե չեմ սխալվում, միայն Զատուլինն է դեմ քվեարկել, այսինքն Դումայի բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել այս նախագծին, որը դարձել է օրենք, եւ այո, Ռուսաստանի Դաշնությունում ապրիլի 1-ից սկսած առաջինից մինչեւ 11-րդ դասարան օտարերկրացի երեխաների ընդունելության համար անհրաժեշտ է լինելու անցնել ռուսերենի քննություն եւ հաղթահարելի շեմը լինելու է տրված հարցերի 90%-ին ճիշտ պատասխանելը։ Առաջին դասարանցու համար 10 հարցից 9 հարցին պետք է ճիշտ պատասխանի, 11-րդ դասարանցուն 24 հարցից 22-ին։ Եթե չպատասխանեց, նա հնարավորություն չի ունենա իր կրթությունը շարունակելու Ռուսաստանի Դաշնության դպրոցներում։ Վերջին տեղի ունեցած այս 25 թվականի փոփոխություններից որն է ամենախնդրահարույցը մեզ համար, նկատի ունեմ այն քաղաքացիների, որոնք այնտեղ են ապրում, աշխատանք ունեն, ռեալիզացվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ամենամեծ խնդիրը, որ այս պահին կա, վերահսկվող անձանց ռեեստրն է, որը գիտեք փետրվարի 5-ին ռեժիմ վիսիլկի, այսինքն արտաքսման ռեժիմի օրենքի հետ միասին ուժի մեջ մտավ եւ նախատեսվում էր, որ վերահսկվող անձանց ռեեստրում պետք է հայտնվեն այն անձինք, որոնք ունեն որևէ խախտում, այսինքն ռեգիստրացիայի ժամկետն է անցել, չեն հասցրել երկարացնել կամ մուտք են գործել, չեն հասցրել ժամկետի մեջ անել իրենց ռեգիստրացիան, աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվել է, մեր քաղաքացիների դեպքում 15 օր հետո հաջորդ պայմանագիրը չեն կնքել, բուժզննումը հերթական չեն անցել կամ մատնահետք չեն հանձնել, չունեն դակտակարտա եւ այլն, այսինքն որևէ խախտման պարագայում նրանք պետք է հայտնվեին վերահսկվող անձանց ռեեստրում եւ հայտնվել են, բայց ցավոք հայտնվել են նաեւ մարդիկ, ովքեր որևէ խախտում չունեն, ինչը ամենացավալին է, որովհետեւ այդ ռեեստրում հայտնվելը դա ինչ որ ցուցակի մեջ գտնվել չի, դա իր հետ բերում է հետևանքներ։ Առաջինը, երբ որ սառեցվում են տվյալ անձի բոլոր բանկային հաշիվները եւ ինքը որևէ գործարք չի կարողանում անել։ Անկամ գիտեմ, որ տոմս առնելու հնարավորություն չի տրվում, եթե թույլատրված էր որոշակի մինչև 30,000 ռուբլի ամսական ինչ որ գործարքներ անել, բայց ոնց որ թե ապրիլի 1-ից սկսած նաեւ դա են սառեցրել եւ դա էլ թույլ չեն տալիս, որ մարդիկ իրականացնեն այդ սահմանաչափում եղած գործարքները։ Անձը չի կարող որևէ չկա ապօրինի գործողություններ են տվյալ ենթադրենք միգրանտի հանդեպ։ Տվյալ միգրանտի իրավունքի խախտում է, այո։ Ամբողջ խնդիրն անում է, որ քանի որ բավականին մեծ թվով մարդիկ են հայտնվել ռեեստրում եւ մարդիկ պարտավոր են գնալ իրենց տարածքի, իրենց ռեգիստրացիայի տարածքային միգրացիոն ծառայություն, ոստիկանության համապատասխան տարածքային կենտրոն, որպեսզի կարողանան կամ հասկանալ ինչու են հայտնվել կամ օրինականացնեն իրենց գտնվելը։ Իդեպ դա Ռուսաստանի Դաշնության նախագահի 1126 հրամանագիրն է, որ փետրվարի 5-ից մինչև ապրիլի 30-ը այդ ռեեստրում հայտնված անձին կարող են օրինականացնել իրենց գտնվելը կամ վերականգնելով իրենց փաստաթուղթը կամ սահմանահատելով եւ այս պարագայում ժամկետը շատ խիտ է, շատ սեղմ է եւ անձը պետք է հասցնի իր փաստաթղթերը կամ գալ վերադառնալ կամ իր փաստաթղթերը վերականգնել եւ հերթերի քանակը, որոնք առաջանում են տվյալ կենտրոնների մոտ 200-300 չգիտեմ մարդու հերթի պարագայում եթե սպասարկվում է օրինակ 35-ը եւ եթե տվյալ կենտրոնը աշխատում է չգիտեմ շաբաթվա մեջ 3 օր եւ ոչ բոլոր օրերին է աշխատում կամ ոչ բոլոր աշխատանքային ժամերին է աշխատում, սա բերում է շատ աննկարագրելի մեծ խնդիրների ու եթե մարդը որը չունի խախտում անընդհատ այդ հերթերի մեջ պետք է կանգնի, որ իր
չարած խախտման համար վերականգնի իր իսկ խախտված իրավունքը, սա անշուշտ տվյալ մարդու դեմ իրականացվող խախտում է եւ մյուս կողմից էլ երբ որ on-line դիմում են գրում օրինակ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը ունի այդպիսի հնարավորություն, եթե սկզբնական շրջանում գոնե 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում էին դիմում ու հնարավորինս արագ պատասխանում էին, հիմա դիմումների քանակը մեծանալուն զուգահեռ նաև ձգվում է այդ ժամանակահատվածը, երբ որ անձը ստիպված է լինում մի քանի անգամ դիմելու եւ աստիճանաբար վերադասության կարգով բարձրացնելով դիմելու պաշտոնյային պաշտոնը, ավելի բարձր պաշտոնյայի դիմելու եւ դա եւ եթե նրա փաստաթղթերը կարգին են, դա ուղղակի կատաստրոֆա է, մարդը չի կարողանում աշխատել, չի կարողանում իր ստացած աշխատավարձը ծախսել, չի կարողանում բնակվել, չի կարողանում կյանքն ու գործունեությունը որևէ կերպ կարգավորել։ Իսկ եթե ծնողը հայտնվում է այդ ռեեստրում, որի հիմքով նաև իր երեխան ունի միգրացիոն հաշվառում, ու նաև նա է հայտնվում ռեեստրում, դրանից բխող իր խնդիրներով, սա արդեն բերում է բավականին լուրջ խնդիրների, ու այստեղ շատ են այդպիսի դեպքերը արդեն քիչ չեն, եւ ես էլի եմ ասել, որ առնվազն այդ խնդրով դիմողների, իսկ մենք փորձում ենք հնարավորինս կամ աջակցել իրենց, որ այդ դիմումները գրեն կամ աջակցել իրենց խորհրդատվություն տալ, թե ինչ անեն, 40%-ը չունի որևէ խնդիր, երբ որ ուղարկում են փաստաթղթերը նայում ենք, որևէ փաստաթղթի խախտում իրենք չունեն եւ հանկարծ հայտնվում են այս իրավիճակում։ Անշուշտ նաեւ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք չունեն փաստաթղթի խախտում, բայց երբ որ նայում ենք փաստաթղթերը, պարզվում է, որովհետեւ ցավոք մեր քաղաքացիները, որքան էլ նաեւ ձեր եթերներով ես բազում անգամներ նշել եմ, որ եթե անձինք ուրեմն բուժզննում են անցնում, ապա 12 ամիս է այդ տեղեկանքի ժամկետը եւ 12 ամիսը լրանալուց հետո հաջորդ 30 օրվա ընթացքում պարտավոր են հերթական բուժզննումը անցնել։ Մեր քաղաքացիները հաճախ շփոթում են մատնահետքի քարտի արկայությունը բուժզնման տեղեկանքի հետ։ Բուժզննումը պետք է անցնել յուրաքանչյուր 12 ամիսը մեկ։ Մատնահետքի քարտը տրվում է 10 տարի ժամկետով, խոսքը կանաչ քարտի մասին է։ Դա 10 տարով է տրվում եւ այդ քարտի համար ամեն տարի պետք է այդ քարտը թարմացնել, բայց բուժզննումը պետք է 12 ամիսը մեկ թարմացնել եւ հաճախ մարդիկ հայտնվում են ռեեստրում, որովհետեւ առնվազն վերջին 2 տարին չեն անցել հերթական բուժզննումը, իրենք կարծում են, որ իրենք խնդիր չունեն, բայց պարզվում է, որ իրենք խնդիր ունեն, կամ ունեն ծառայությունների մատուցման պայմանագիր, որը ինչ որ մեկի հետ կնքել են, հարկեր չեն վճարել եւ պարզվում է, որ այդ պայմանագիրը իրականում, իհարկե իրականում այդ պայմանագիր չի, այլ ընդամենը թուղթ է երկու կողմի ստորագրությամբ, որով փորձել են իրենց միգրացիոն հաշվառումը, այսինքն ռեգիստրացիան երկարացնել։ Սրանք խնդիրներ են, որոնց մասին անպայման պետք է ասել, բարձրաձայնել ոչ մի անգամ, բազմաթիվ անգամներ եւ մեր քաղաքացիներին զգուշացնել, որ ձեր փաստաթղթերը հնարավորինս օրենքի շրջանակում արեք։ Ես ուղղակի խնդրում եմ, կեղծ փաստաթղթեր մի գնեք, կեղծ փաստաթղթերը բերում են քրեական պատասխանատվության։ Մի ունեցեք կեղծ փաստաթղթեր։ Եվ իդեպ Տիկին Բեժանյան, ովքեր են, որոնց Ռուսաստանի Դաշնությունը այսպես պարտավորվում է արտաքսել։ Եթե մինչև հունիսի 30-ը մարդիկ, ովքեր ունեն որոշակի փաստաթղթային խնդիրներ եւ իրենք չեն հասցնում կամ չեն օրինականացնում իրենց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում, այդ նույն հրամանագրով նրանք պետք է արտաքսվեն։ Ինչպես են արտաքսվելու, դեռևս չգիտեմ, որովհետեւ հիմնականում քննարկումը գնում է այն հարցի շուրջ, որ նրանք ամենայն հավանականությամբ կարտաքսվեն միգրացիոն բանտի միջոցով, այսինքն սպեցպրիոմնիկ կտանեն, հետո այնտեղից իրենց կարտաքսեն։ Ես ասեմ, որ դա ամենևին էլ այն հաճելի վայրերից չի, որտեղ ցանկալի է, որ միգրանտները հայտնվեն։ Ուստի ամեն ինչ արեք, որպեսզի չհայտնվեք այդ իրավիճակում, եթե տեսնում եք, որ ընտանիքներով կարող են ըստ էության հայտնվել։ Այո, նաև երեխաները, չնայած որ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ երեխաները չպետք է այնտեղ հայտնվեն, բայց հայտնվում են։ Ես ուղղակի զգուշացնում եմ, եթե մոտենում է հունիսի 30-ը եւ չկա որևէ լուր, որ կերկարացվի այդ ժամկետը օրինականացնելու փաստաթղթերը եւ դուք դեռևս ռեեստրում եք ու չեք հասցրել օրինականացնել, ուղղակի հատեք սահմանը, դուրս եկեք Ռուսաստանի Դաշնության տարածքից, որտեղ ավելի լավ է դուք ինքնուրույն դուրս գաք, քան ձեզ տանեն միգրացիոն բանտ եւ այնտեղից արտաքսեն։
Կարծեք թե միգրացիոն բանտի պայմանները շատ մտահոգիչ են, ձեր խոսքից այդպիսի տպավորություն եմ ստանում, որ անհատկային են այնտեղ։ Ոչ մի բանտի պայմանները հաճելի չեն։ Միգրանտների նկատմամբ հատկապես դաժան վերաբերմունքի։ Խոսքը դաժան վերաբերմունքի մասին չէ։ Դուք պատկերացեք, երբ որ մեծ թվով մարդկանց պահում են մի վայրում, որտեղ պայմանները փոքր թվով մարդկանց համար են, իսկ արտաքսման ենթակա անձանց թիվը բավականին մեծ է։ Այո, եւ պայմանները բարվոք չեն եւ ամեն դեպքում բանտը դա այն վայրը չէ, որտեղ ես կարծում եմ որևէ մեկը կցանկանար հայտնվել։ Տեսեք, Տիկին Փեժանյան, մենք տարբեր փորձագետների հետ ենք խոսում այս ընթացքում, նաեւ Ռուսաստանի Դաշնությունից, այնտեղ օրինակ մտահոգությունը այն է, որ Հայաստանը լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, չպետք է այսպիսի սահմանափակումների բախվեր։ Այստեղ, քանի որ կան միջպետական համաձայնագրեր, պայմանագրեր, այստեղ փաստորեն նույնիսկ դա է շրջանցվում։ Միանգամից նշեմ, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիր նախ վերաբերում է բացառապես աշխատանքային միգրանտներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Երբ խոսքը գնում է նրանց մասին, այո, ես կարծում եմ, որ այստեղ պետք է այլ իրավական նորմեր կիրառվեին, բայց չէ որ մենք խոսում ենք ոչ միայն աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների մասին, չէ՞ որ Ռուսաստանի Դաշնություն գտնվող ընդհանրապես մեր բոլոր միգրանտների մասին ենք խոսում։ Իսկ այս օրենսդրությունը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին։ Եվ այնտեղ ցավոք որևէ բացառություն չկա, օրինակ ԵԱՏՄ անդամ երկրների աշխատանքի նպատակով եկած քաղաքացիների վերաբերյալ։ Միակ բացառությունը, միակ տարբերությունը այլ միգրանտներից, որ ունեն մեր քաղաքացիները, այն է, որ իրենք ուղղակի թույլատվական բնույթի փաստաթուղթ կնքելու կարիք չունեն եւ պետք է ունենան աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր։ Բայց ես միանգամից ուզում եմ ձեզ ասել, որ ցավոք սրտի այդ պայմանագրերը հաճախ չեն ապահովագրում անձին արտաքսումից կամ մուտքի արգելքից։ Օրինակ Ուզբեկստանի եւ Տաջիկստանի քաղաքացիների դեպքում անձինք որպեսի կարողանան աշխատել Ռուսաստանի Դաշնությունում, նրանք ձեռք են բերում թույլատվական բնույթի փաստաթուղթ, որը կոչվում է պատենտ, որի համար իրենք քննություններ են հանձնում, վճարում են անում եւ պատենտի ժամանակով կարող են աշխատել այն վայրում, որտեղ տրված է պատենտը։ Բայց այդ պատենտը նրանց հիմնականում ապահովագրում է արտաքսումներից, այսինքն դա իրենց օրինական բնակության փաստաթուղթն է։ Մեր դեպքում դա աշխատանքային պայմանագիրն է, որ օրինակ անձը կնքում է, то есть պայմանագրով մեզ տրված է, որ անձը կարող է կնքել Ռուսաստանի ցանկացած վայրում, հետո երբ որ կդադարեցնի այդ պայմանագիրը 15 օր ունի այլ պայմանագիր կնքելու, նույնիսկ եթե նա կմեկնի մի ծայրից մյուս ծայրը Ռուսաստանի Դաշնության։ Բայց մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ որ ուղղակի միգրացիոն ծառայությունները անձի հաշվառումը չեն իրականացնում, ընդհակառակը մի բան էլ մուտքի արգելք են դնում։ Եթե պատենտը լինի, պատենտով նրանք շատ ավելի ապահովագրված կլինեն։ Ստացվում է, որ այս պայմանագիրը որևէ կերպ չի ապահովագրում, որ իրենք Ռուսաստանի Դաշնությունից չարտաքսվեն կամ մուտքի արգելք չստանան։ Եվ այս առումով բավականին խախտվում է միգրանտի իրավունքը։ Սա ոչ թե նրանից է, որ, չգիտեմ, ԵԱՏՄ համաձայնագիրը վատ է գրված կամ չի կիրառվում, չի գործածվում։ Եվ ցավոք հաճախ լինում է, երբ որ օրինակ նույն միգրացիոն ծառայության ներկայացուցիչներ նույնիսկ տեղյակ չեն պայմանագրից եւ չգիտեն, որ դա պետք է իրենք կիրառեն տվյալ քաղաքացու նկատմամբ։ Չգիտեմ, Qırğızstani քաղաքացիներից պատենտ են պահանջում, Հայաստանի քաղաքացիներից պատենտ են պահանջում։ Այն դեպքում, երբ որ ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացին ազատված է դրանից եւ մենք ամեն անգամ մեր քաղաքացիներին ուղարկում ԵԱՏՄ համաձայնագրի հոդվածները, ասում ենք տարեք ներկայացրեք, որ դուք պատենտ ներկայացնող պետության ներկայացուցիչ չեք։ Ուզում եմ ասել, այսպիսի խնդիրներ են առաջանում։ Եվ իդեպ նույն ԵԱՏՄ համաձայնագրի 98-րդ հոդվածը, որը վերաբերվում է աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներին, այնտեղ հստակ նշված է, որ նրանք ունեն բոլոր այն իրավունքները, ինչ որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։ Եվ հիմա նաև կրթության առումով եւ տարբեր այլ տեսանկյուններից անշուշտ այս հոդվածը չի կիրառվում։ Այստեղ մի խնդրի մասին էլ ես խոսեմ, որ ուրեմն Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ, եթե օտարերկրացի երեխան հաշվառված է իր ծնողների հետ միասին նրա հասցեում, օրինակ Մերձ Մոսկովյան որևէ փոքրիկ քաղաքում, ապա նա կարող է կրթություն ստանալ նաև Մոսկվայում եւ չկա այնպիսի սահմանափակում, որ ինքը անպայման պետք է ստանա կրթություն այն վայրում, որտեղ ինքը հաշվառված է։
բոլոր դպրոցները անխտիր պահանջում են հաշվառում տվյալ տարածքում, նույնիսկ մասնավոր դպրոցները, եւ սա խնդիր է, այսինքն իրենց օրենսդրությունում չկա նման պահանջ, բայց իրենք պահանջում են երեխաներից այսպիսի փաստաթուղթ։ Աբսուրդային շանդրից։ Այսինքն Հռոմի պապից ավելի կաթոլիկ են լինում։ Տեսեք, եթե վերադառնանք հունիսի 30-ից հետո սպասվող փոփոխություններին, քանի որ դեռ շատ կետեր բաց են, Տիկին Բեժանյան, հնարավոր է ստեղծվի իսկապես այսպես խառնաշփոթ ու քաոսային իրավիճակ։ Այս պահին չեմ կարող ասել, եթե հասցրին ժամանակի մեջ տեղավորվել եւ ստեղծել այդ հավելվածը եւ նաեւ քայլերի հերթականությունը, ինչպես պետք է աշխատի հավելվածը, ապա ես կարծում եմ, որ ժամկետի մեջ եթե փորձենք իրազեկել, նաեւ օգտագործելով մեդիայի հնարավորությունները, գուցե թե հնարավոր լինի կանխել, բայց ամեն դեպքում հաշվի առնենք, որ իհարկե մեկնողները ոչ բոլորն են, որ հեռախոսային բջջային հավելվածներին հրաշալի տիրապետում են, հատկապես տարեցները, որոնք չունեն վստահաբար խնդիրներ կառաջանան, բայց քանի գործիքը չկա, այս պահին կդժվարանամ ասել ինչ ծավալով եւ հատկապես ինչպիսի հեռախոսը պիտի օգտագործեն մերձավորի կամ կակտիվանան մարդիկ, ովքեր կսկսեն այդ գործը վաճառել, այո։ Շնորհակալ եմ Տիկին Բեժանյան զրույցի համար։ Հիշեցնեմ, առաջինի տաղավարում զրուցում էի Հայկական Կարիտաս կազմակերպության միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետ։ Կհանդիպենք։